ընդհանրապես այդ երեխան զգում է ինչ իրավիճակում է իրեն գրկող մարդը։ Երբ որ դու հանգիստ ես, ես մամաներին եմ ասում, երբ որ դուք հանգիստ եք, ձեր երեխան հանգիստ է։ Հետծննդաբերական դեպրեսիայի զարգացման պատճառներից ամենահիմնականը դա ինքնամեղադրական վիճակներն են։ Բացարձակապես պիտի խոսեինք ընտանիքի դերի մասին, բայց այսօր նաև մենք դրան զուգահեռ միգուցե մի քիչ ավել խոսում ենք նաև սոցիալական ցանցերի ազդեցության մասին։ Մարդը երբ է փորձում այլ տեղերից ինֆորմացիա, երբ որ ինչից ումից որ պիտի ստանա կամ ինչ որ տեղից որ պիտի ստանա, չի ստանում։ Դա նաև նրանից է, որ մենք մի փոքր երևի անվստահություն ենք առաջացրել, ինչ որ этаպներում ինչ որ բան բաց է մնացել։ Ավելի շատ կենտրոնանում են մասնագետները եւ նաև միգուցե կինը ֆիզիկական, ֆիզիոլոգիական process-ների վրա, քան հոգեբանական։ Մոռանում ենք, որ մենք ունենք կին, որը ծննդաբերել է բավականին բարդ շրջանի միջով անցել ու իրան պիտի հոգեբանական ու ոչ միայն հոգեբանական շատ լուրջ աջակցություն։ Առաջին հանդիպումից եւ խոսքից արդեն հասկանում ես, որ այստեղ ավելի շատ հոգեբանական խնդիր կա, քան ֆիզիկական ինչ որ խնդիրներ ունենք։ Բաց տեքստով Ցայք հեռուստաընկերության եթերում այսօր խոսելու ենք շատ կարևոր թեմաներից մեկի մասին՝ երեխայի ծնունդ։ Երեխայի ծնունդը մեր կյանքի կարևորագույն եւ առանձնահատուկ իրադարձություններից մեկն է, որը սովորաբար ասոցացվում է բացարձակ ուրախության, երջանկության եւ բերկրանքի, ծնողական բերկրանքի հետ։ Բայց խոստովանենք նաեւ, որ երեխայի ծնունդը ունի նաեւ իր բարդությունները։ Բարդությունները ոչ միայն ծնողի, այլ նաեւ երեխայի համար։ Հետծննդյան դեպրեսիայի եւ մոր եւ մանկան հուզական կապի եւ դրա պատճառահետևանքային խնդիրների եւ ազդեցությունների մասին այսօր մենք խոսելու ենք մանկաբույժ Հասմիկ Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Խաչատրյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Խաչատրյան, մենք այսօր շատ առանձնահատուկ թեմայի մասին ենք խոսելու ենք մանկաբույժի տեսանկյունից այս հարցի մասին։ Իրականում, երբ որ մենք փորձում ենք հետծննդյան դեպրեսիայի մասին խոսել ու դա նայել, այդ ամբողջ երևույթին նայել մանկաբույժի աչքերով, այստեղ պատկերը թվում է թե մի փոքր ավելի փոխվում է։ Չնայած ըստ էության մենք խոսում ենք նույն երևույթի մասին, բայց մի փոքր ավելի ընդլայնելով այս երևույթի սահմանները։ Որպես նախաբան ուզում եմ սկսենք որպես մանկաբույժ ձեր ձևակերպումից, թե ինչ է ներկայացնում իրենից հետծննդյան դեպրեսիան, եթե մենք նայենք մանկաբույժի տեսանկյունից։ Բավականին հաճախ հանդիպող խնդիր, ես գրեթե յուրաքանչյուր կնոջ մոտ, ընդ որում կապ չունի առաջին երեխան է, երկրորդ երեխան է, գրեթե յուրաքանչյուր կնոջ մոտ ինչ որ этаպում հիմնականում հետծննդաբերական առաջին շրջանում ունենում ենք հետծննդաբերական դեպրեսիոն վիճակներ։ Մեծ մանկաբույժներից հետ այնքանով է առնչվում, երբ որ առաջին այց ենք ունենում մանկաբույժի մոտ առաջնային զննում, հենց առաջին այցից արդեն պարզ է լինում, որ կինը, մայրը ինչ որ խնդիրներ ունի։ Ու ցավոք սրտի Հայաստանում դա շատ զգայուն թեմա է ու միանգամից բարձրաձայնել դա երբեմն որպես պաշտպանական ռեակցիա հակառակվում են ու երբեմն նաև չեն ուզում տվյալ մասնագետի հետ շարունակել աշխատելը, այս խնդիրներ կա։ Մեզ մանկաբույժներից անհանգստացնում է այնքանով, որ մոր հետծննդաբերական դեպրեսիոն վիճակը բերում է ոչ ճիշտ խնամքի երեխայի, դա սկսվում է հենց սովորական խնամքից, վերջանում է ամենակարևորը կյանքի առաջին շրջանում կերակրման process-ով, որը շատ լուրջ խնդիր է այսօր Հայաստանում։ Դեպրեսիոն վիճակը սկսվում է կերակրումից, երբ որ մայրը սկսում է ինքն իրեն մեղադրել, որ ինքը չի կարողանում կերակրել երեխային, վերջանում է հագուստը հագցնելուց, տակդիրը հագցնելուց, հագուստի քանակը որոշելուց։ Որպես մանկաբույժ մենք հենց այդտեղ ենք սկսում արդեն նկատել, որ կինը ունի խնդիր։ Լավ, նկատեցինք, փորձեցինք հասկանալ եւ եթե կա հնարավորություն համագործակցել արդեն կնոջ հետ այս հարցի շուրջ, ինչպես է տեղի ունենում հետագա գործընթացը։ Նախ սկսվում է կոնկրետ իմ մոտ այցերի դեպքում, դա շատ նուրբ պիտի սկսվի, որովհետև եթե կնոջը ընտանիքի անդամների ներկայությամբ, իսկ մենք Հայաստանում այդպես ենք այցերը լինում, ամուսին, տան բոլոր անդամները, ինչքան որ տան անդամներ կան, եթե ոչ կողքից այլ, ու բոլորի մոտ խոսել ու միանգամից ասել, գիտեք, որ դուք ոնց որ թե մի քիչ հոգեբովես լավ վիճակում չեք, բավականին ագրեսիվ վերաբերմունքի կարժանանա, միանգամից իհարկե
իհարկե փորձում ենք այդ հարցի մասին չխոսել։ Խոսել ճիշտ ոնց պիտի խնամենք, ինչ պիտի անենք, հա իհարկե դուք անփորձ եք հիմա պիտի սովորեք, դες պիտի օգնեն կողքից, այո տատիկները պիտի օգնեն, տան անդամները պիտի օգնեն, ավելի ստաժավոր կանայք պիտի օգնեն, բայց նաև մասնագիտական առումով, որովհետև օրինակ երեխաների խնամքում ամեն տարի նոր բաներ են փոխվում, որ նախորդ տարից է ճիշտ էր անելը, այս տարի այլևս այսպես ճիշտ չի անելը, որովհետև մանկաբուժությունը ինքը զարգացող գիտություն է եւ ամեն օր նոր բաներ են փոխվում ու եթե նախորդ տարիներին օրինակ բերեմ բարուրելը, հա, նախորդ ժամանակաշրջանում մի քանի տարի առաջ դա նորմալ երևույթ էր ու պիտի բոլորին անեին այդ բարուրելու process-ը, հիմա դա կատեգորիկ չի կարելի, ինքը ունի բժշկական հիմնավորում, բայց դա հասկացնելու եւ հիմնավորելու համար դու պիտի մանրամասն խոսես, բավականին երկար խոսես, ես հաճախ ասում եմ, որ նորածնի IT ժամանակ նորմալ մենք հիվանդ զննելուց կամ երեխա զննելուց մինչև 20 րոպե ենք տրամադրում, իրանց մոտ կարող է տևել ժամ եւ ավել, որովհետեւ այստեղ մենք աշխատում ենք մայր, ընտանիք, նոր երեխա, ամենավերջին շրջանում։ Հասարակության վերաբերմունքը մեծ հաշվով հասարակությունը ասելով կոնկրետ որպես միավոր ընտանիքի նկատի ունենք եւ ընտանիքի անդամներին ինչպես են վերաբերվում վերջիններս բժշկի խոսքին արդյոք դա հեղինակություն է բժշկի ասած արդյոք դա այն անվերապահորեն չքննարկվող խոսույթն է թե մենք ամեն դեպքում փորձում ենք ինչ որ դիմադրություն ցույց տալ այս հարցում Չէ, այդպես չի, մենք Հայաստանում ենք ապրում, եթե իհարկե աշխարհում այդպես է բժշկի խոսքը անվերապահորեն ընդունվում, Հայաստանում այդպես չի։ Բժիշկը կարող է խոսել, դեռնից դուրս գալ եւ ասել դե բաներ ասեց, անցավ գնաց, ու մեծ մասամբ դեպքերում այդպես է։ Շատ քիչ մարդիկ կան, ում հետ աշխատելու ընթացքում հասկանում ես, որ քո խոսքը իրենց համար արժեքավոր է եւ իրանք այլևս չեն լսելու հասարակության կարծիքը։ Ասեմ, որ հասարակության ճնշումները շատ մեծ են ու հաճախ երբ որ նույնիսկ կինը կարդացել է, կրթվել է մինչև ծննդաբերությունից հետո հասարակության ճնշումների ազդեցության տակ ինքը ընկնում է հետծննդաբերական դեպրեսիայի մեջ Ըստ էության, երբ որ դուք հիմա նկարագրում եք այս ամբողջ գործընթացը, մենք իհարկե նշեցինք ընդհանրապես մանկաբույժի եւ ընտանիքի անդամների հնարավոր ազդեցությունը կոնկրետ տվյալ երևույթի գոնե առնվազն ախտորոշման վրա, բայց մենք էլի մարդիկ ունենք, ովքեր պատասխանատու են այդ հղիի, հետագայում նաեւ արդեն ծննդաբերած կնոջ հետագա առողջության համար, այսինքն մենք ունենք մասնագետների որոշակի գոնե առնվազն այն բազային աշխատող մասնագետների թիվ, որոնց եթե անվանենք թիմ կարծում եմ սխալված չենք լինի արդյոք այն համակարգը որ որպես թիմ գործեն մասնագետները եւ կարողանան մեկը մյուսին փոխլրացնելով կարողանան ավելի բարելավել եւ ավելի հեշտացնել այս խնդրի իդենտիֆիկացումը լուծումը միգուցե առաջ տանելը այդպիսի մշակույթ մենք ունենք մեր երկրում ունենք փորձում ենք ներմուծել բավականին դժվարությամբ է ստացվում, որովհետև այստեղ հասարակության խնդիր կա։ Ես կարծում եմ, որ այս հարցը պիտի ամեն ձևով քննարկվի հեռուստատեսությամբ, սոցցանցերով, երևի ավելի շատ սոցցանցերով, որովհետև այսօր մեր հասարակությունը շատ ակտիվ ապրում է սոցիալական ցանցերով։ Ասեմ, որ խնամքի, հետծննդաբերական վիճակների, նախածննդյան վիճակների հետ կապված շատ ավելի մեծ դերակատարություն ունենում են սոցցանցերը, քան բժշկի խոսքը կամ այն մասնագետները, ում հետ նրանք աշխատում են։ Այո, այսօր Հայաստանում բավականին ակտիվ գործունեություն իրականացվում նախածննդյան շրջանում, որը պիտի բերի, որ հետծննդյան շրջանում որևէ դեպրեսիոն վիճակներ չունենանք։ Էլի եմ ասում, սա հասարակության խնդիր է, որովհետև մեծ մասը լուրջ չի վերաբերվում։ Այսօր գրեթե բոլոր ծննդատները իրենց ունեն կցված մայրության դպրոց կոչվածը, որի մեջ ընդգրկված են բազմաթիվ մասնագետներ, դրա մեջ մտնում են եւ մանկաբույժը, եւ գինեկոլոգը, եւ հոգեբանը, եւ իրենց կցված մի քանի մասնագետներ եւս, բայց ես ինքս առնչվել եմ այս խնդրի հետ, երբ որ կանայք ուղղակի չեն հաճախում այդ խմբակներին Դրանք կցված են ծննդատներին կամ կանանց կոնսուլտացիաներին այնքանով, որ կինը երբ որ գալիս է իր գինեկոլոգի մոտ խորհրդատվության, ինքը ասում է, որ անպայման գնացեք, մասնակցեք մայրության դպրոցին, որպեսզի դուք իմանաք ինչ պիտի անեք, ընդ որում մայրության դպրոցի ժամանակ քննարկվում է ամեն հարց, եւ նաեւ այդ վիճակը, որ դուք կարող եք ծննդաբերական շրջանում ունենալ դեպրեսիոն վիճակներ, եւ դուք կարող եք կողմնորոշվել նման վիճակում եք եւ ինչպես այդ վիճակից արագ դուրս գալ։ Այլ հարց է, երբ որ մենք պատրաստ ենք հոգեբանորեն
որ կարող ենք նման վիճակում հայտնվել, այլ հարց է, երբ որ անտեղյակ մենք հայտնվում ենք նման իրավիճակում։ Դրանք բավականին տարբերվում են իրարից, բայց այսօր էլի հասարակության խնդիրն է, որ դիմելիությունը բավականին ցածր է։ Ես մի ժամանակ նույնիսկ հասել ենք այն իրավիճակին, երբ որ ստիպողաբար էինք բերում այդ կանանց, որպեսզի մասնակցեն դասընթացներին, որ հետագայում խնդիրներ չունենան։ Ամեն դեպքում մոր հուզական վիճակը բժշկական տեսանկյունից ինչպես կարող է ազդել երեխայի վրա, եթե մենք փորձենք այսպես մի փոքր սանդղակավորում անել ու հասկանալ, թե ասենք ամենապարզ դեպքերում ինչպես է ազդում եւ ցավոք սրտի, եթե մենք խոսենք մի փոքր ավելի ծայրահեղ դեպքերի մասին, եթե դա այսպես աչքաթող վիճակում է գտնվում, ինչպիսի հետևանքներ կարող է բերել երեխայի համար։ Մոր եւ երեխայի հուզական կապը հենց մինչեւ ծնունդն է սկսվում, մենք բոլորս դրա մասին գիտենք։ Հետծննդաբերական առաջին հենց օրվանից, երբ որ երեխան ծնվեց, առաջին քայլը ինչ են անում բժիշկները, երեխային մոտեցնում են մոր կրծքին։ Կրծքով կերակրումը դա իդեալականն է, որը պիտի արվի, այդտեղից էլ է սկսվում այդ հետծննդաբերական դեպրեսիոն վիճակը, երբ որ կինը չի պատկերացնում ինչ է նշանակում կրծքով կերակուրում, ինչ պիտի անի նա, ինչպես պիտի ընթացքը գնա, երբ որ առաջի օրը մենք մայրիկին ասում ենք, գիտես, քո կատդ քիչ է, դու չես կարող կերակրել քո երեխային, սկսվում է առաջինը հենց այդտեղից, հենց ծննդատնից։ Այսինքն, երբ որ երեխան ծնվեց, մամային պետքա նորից այդ ամեն ինչը բացատրել, որ այո, նորմալ է, որ դու կարճեք ունենալու, այո, նորմալ է, որ դեր երեխան կյանքի առաջին օրերին պիտի քաշի կորուստ ունենա, դրանից դուք պիտի մեղավորության զգացողություն չունենաք, որովհետև հիմնականում հետծննդաբերական դեպրեսիայի զարգացման պատճառներից ամենահիմնականը դա ինքնամեղադրական վիճակներն են, երբ որ սկսվում է դու չես կարողանում կերակրել, դու երեխային չես կարողանում խնամել եւ հետեւաբար դու քո երեխային վնաս ես հասցնում։ Ամենաառաջինը, որ ինչ հետևանք կարող ունենալ, կրծքով կերակրման ընդհատումը։ Շատ տարածված երևույթ, որովհետև ես շատ հաճախ եմ առնչվում վերջերս այս խնդրի հետ, երբ որ մամաները գալիս են, ասում են դե մինչև ծննդաբերությունը ես լրիվ ինձ հոգեբանորեն պատրաստել էի, որ պիտի երեխայիս կրծքով կերակրեմ, ու ես այո, այդպես ուզում եի, երբ որ խոսում ես նրա հետ, ինքը իսկապես հասկանում ես, որ ուզում էր։ Բայց երբ որ ինքը ծնվել է երեխան ու չի պատկերացնում, որ այո, ինքը պիտի առաջի օրվանից կաթ չունենա, ինքը երկրորդ օրն էլ պիտի չունենա, դա պետքա լինի ժամանակի ընթացքում։ Այո, երեխան կյանքի առաջին օրերը կլինի անհանգիստ, որովհետև ինքը լույս աշխարհ է եկել մի աշխարհ, որը իր համար անծանոթ է, սկսում է ինքը ադապտացվել միջավայրին, ու դա նորմալ վիճակներ են։ Սկսում է հենց այդ ինքնամեղադրական վիճակը։ Ես չեմ հասկանում իմ երեխային, ես չեմ կարողանում կերակրել, ես ի վիճակի չեմ երեխայիս պահելու, ու սկսվեց ամբողջ խնդիրը։ Երեխա-մայրիկ կապը սկսվեց այդտեղով, երբ որ մայրը լարված է, երեխան սկսում անդադար ճչալ, մաման չի հասկանում ինքն էլ մեղավոր, թե երեխան ինչ որ խնդիր ունի, ու այս կապը շարունակվում է։ Այդտեղ միանում են ամբողջ այս ամեն ինչին ընտանիքի անդամներ, կողքի մարդիկ, սոցիալական ցանցեր, ես հենց այնպես նշեցի, որովհետև այսօր սոցիալական ցանցերը շատ ակտիվ մասնակցություն են մեր կյանքում, ու մամաների մեծ մասը հենց հետևում դրանց, ընդ որում ասեմ մեծ մասը բժշկական ոչ մի կրթություն չունեցող մարդիկ սկսում են խոսել հետծննդյան վիճակների մասին, երեխաների խնամքի մասին, կերակուրների մասին, ու ոչ բժշկական հիմնավորումները սկսում են խեղաթյուրել կանանց հոգեբանական վիճակը։ Այստեղ իհարկե մենք բժիշկներս շատ գործ ունենք անելու, որովհետև պիտի փորձենք այդ մամաների հետ աշխատել հենց ծննդատանը, ծնվեց երեխան, փորձել խոսել, բացատրել, հանգստացնել, որ ինքը չխառնվի իրար, նաև խոսել ընտանիքի անդամների հետ, որովհետև մենակ մի անձի հետ աշխատանքը ոչ մի էֆեկտիվություն չունի։ Այստեղ զուգահեռներ պիտի լինեն ամուսին, սկեսուր մեր հասարակության մեջ նաև մամա, ընտանիքում եթե այլ անդամներ կան նաև մյուսները, որովհետև ամեն մեկի խոսքը այդ շրջանում ինքը բավականին արժեքավոր է։ Կարող է ինչ որ մեկը գա այսպես կողքով անցնի, ասի դե դու երեխուն լավ չես կարողանում պահել, ու դա շատ լուրջ հետևանքներ է թողում կնոջ վրա, որտեղ ինքը այդ ժամանակ գերզգայուն վիճակում է եւ ամեն մի հատ թեթև որ մեզ թվում է որ ուղղակի դա անշարժ կոպիտ ասած իրավիճակը կարող է բերել շատ լուրջ հետևանքների։ Դուք նշեցիք երկու կարևոր գործոնների, եթե մենք խոսեինք մի փոքր ավելի ավագ սերունդի մասին, մենք բացարձակապես պիտի խոսեինք ընտանիքի դերի մասին, բայց այսօր նաև մենք դրան զուգահեռ ու միգուցե մի քիչ ավել խոսում ենք նաև սոցիալական ցանցերի ազդեցության մասին։ Ինչքանով է դա ազդում բժշկի եւ արդեն
կնոջ հարաբերությունների վրա, որովհետև եթե մենք այս տեսանկյունից նայենք, երկու ազդեցիկ գործոն կա եւ կա երկու հստակ փոխհարաբերությունների կետեր, որոնց արանքում են տեղավորվում այդ երկու ազդեցիկ գործոնները եւ փաստորեն ձեր կոմունիկացիան ինչ որ միտեղ կարող են թաթվել, որը կարող է բերել բավականին լուրջ հետևանքներ։ Այո։ Այստեղ իրականում շատ ավելի հասարակության մեջ շատ ավելի արժեքավոր է այս պահին դարձել սոցիալական ցանցերում ինչ որ շրջանառվում է, քան բժշկի խոսքը։ Դա նաև նրանից է, որ մենք մի փոքր երևի անվստահություն ենք առաջացրել, ինչ որ этаպներում ինչ որ բան բաց է մնացել, որովհետև մենք պիտի միայն հասարակությանը չմեղադրենք, ինչ որտեղ նաև մեզ գտնենք ինչու ենք մենք մեղավոր, մենք էլ ենք այդ этаպը բաց թողել։ Մենք երևի թե բժիշկներս ինչ որ этаպում սկսել ենք իրանց հետ քիչ կապ ունենալ, քիչ հաղորդակցվել, որն էլ բերել է, որ իրենք փորձում են մարդը երբ փորձում այլ տեղերից ինֆորմացիա, երբ որ ինչից ումից որ պիտի ստանա կամ ինչ որ տեղից որ պիտի ստանա, չի ստանում համապատասխան։ Հետևաբար ինքը այդ ինֆորմացիան պետքա փորձի ստանալ այլ տեղերից։ Այսօր դա սոցիալական ցանցերն են դարձել, այստեղ պիտի աշխատել այնպես, որ փորձենք համոզիչ լինել, որովհետև նույնիսկ մեր բժիշկներից ցանկացած խոսք իրենք փորձում են ճշտել սոցիալական ցանցերից, արդյոք ճիշտ էր ասված թե ոչ։ Արհեստական ինտելեկտին են հիմա դիմում, հաճախ ենք հիմա այդպիսի խնդիրներ ունենում, երբ որ ինչ որ խորհուրդ ենք տալիս, հետո զանգում է մայրիկը կամ ընտանիքի անդամ, ասում է, գիտեք, մենք արհեստական բանականությունից հարցրեցինք, ասեց, որ դա սխալ է։ Ու այստեղ պետք է այնքան համբերատար, այնքան երկար բարակ խոսել, բացատրել, որ արհեստական բանականությունը դա ստանդարտվածացված է եւ դա կարող է եւ սխալներ գործել եւ այլն, բայց այնքան պիտի հստակ ասվի այդ ամեն ինչը, որ համոզիչ լինի։ Եթե մենք հասնենք այն կետին, որ մենք կարողանանք համոզիչ խոսել, այլևս ես կարծում հասարակությունը չի ուշադրություն դարձնի սոցիալական ցանցերում եւ այլ արհեստական բանականությանը դիմի ու ինչ որ կարծիքներ հարցնի։ Մենք մի փոքր էլ առաջ կանք դեպի ինֆորմացիայի առաջնային աղբյուրը, որը այս պահին մեծ հաշվով կարելի է ասել հանդիսանում են պոլիկլինիկաները, որովհետև այնտեղից է սկսվում առաջին այդ փոխհարաբերությունները եւ մինչեւ ծննդաբերությունը եւ միգուցե նաեւ ընտանիքի պլանավորումը տարբեր փուլերում ամեն դեպքում առաջին կապը ընտանեկան բժիշկների հետ են եւ այսպես շարունակ արդեն մասնագետներն են ավելանում կյանքի տարբեր փուլերում։ Ձեր կարծիքով արդյոք միգուցե այնքան էլ բավարար չեն այն բոլոր առաջարկվող ծառայությունները եւ քանակական եւ որակական եւ ժամանակային առումով, որոնք ավելի խոցելի են դարձնում արդեն բժշկի կապը բնակչության հետ։ Այսօր ցավոք սրտի երևի ասեմ, բժշկի աշխատանքը շատ հագեցած է դարձել այդ նույն պոլիկլինիկ օղակում, բժիշկը ավելի շատ գրագրություններ ունի, գրանցումներ ունի եւ իր ժամանակը այնքան քիչ է, որ մինիմալ է հատկացվում հիվանդի հետ, բուժառուի հետ շփումը, դա էլ է խնդիր, որովհետեւ ամեն ինչ է թղթաբանություն, էլեկտրոնային ցանցեր եւ այլն, բայց ամեն դեպքում այո, հիվանդի հետ շփումը փորձում ենք ավելի պակասում է։ Դրա համար եմ ասում, մենք էլ ենք այդտեղ մի քիչ մեղավորություն ունենք, որովհետեւ մենք հավանաբար բավարար ժամանակ, բավարար էներգիա չենք ծախսում, որպեսզի մենք կարողանանք այն ինչ որ ուզում ենք հատկացնել։ Այսօր իհարկե նաև մասնագետների խնդիր ունենք, որովհետև պակասում են մասնագետները։ Այս ամեն ինչը բերում է հենց այն ամեն ինչին, ինչը ունենք այս պահին, այս իրավիճակում։ Այսինքն, երբ որ հետծննդյան շրջանում գնում ենք պոլիկլինիկա եւ փորձում ենք բժշկի հետ երկար բարակ խոսել, ես չեմ ուզում այստեղ որևէ մեղադրական բան ասել ոչ կնոջ եւ ոչ բժշկի հանդեպ, որովհետեւ եթե հերթում կան օրինակի համար 30 բուժառու սպասող, իհարկե բուժաշխատողը պիտի բժիշկը այս դեպքում փորձի բոլորին արագ սպասարկել, որտեղ մեր հասարակությունը մի հատ ուրիշ խնդիր ունի, սպասել չկարողանալը։ Բոլորը շտապում են, բոլորը չեն ուզում սպասել, ու երբ որ դու մի փոքր իրան սպասացնում ես, դա դառնում է կոնֆլիկտի պատճառ։ Հիմա այստեղ միգուցե բժիշկը ուզում էր երկար բարակ խոսել հետծննդաբերական շրջանի եւ այլնի մասին, բայց քանի որ դռներից այն կողմ մի հատ մեծ աղմուկ է բարձրանում, որ քանի ժամ պիտի սպասենք, այստեղ էլ է խնդիր լինում։ Այսինքն եւ հասարակությանն էլ պիտի նախապատրաստել։ Մենք չունենք այն կուլտուրան, որ
պիտի սպասենք, պիտի հերթագրվենք, պիտի օրինակ աշխարհում այդպես է, բժշկի հետ մոտ այցի համար իրենք կարող են ամիսներ առաջ հերթագրվեն, որպեսզի այց ունենան, բոլորս էլ գիտենք։ Հայաստանում այդպես չի, եթե դու մարդուն ասում ես, որ պիտի սպասես, որովհետև դու չես հերթագրվել, դա կոնֆլիկտի է բերում։ Այս ամեն ինչը բերում է, երբ որ բժիշկը չի կարողանում իր ժամանակը ճիշտ կառավարել։ Այդ նույն հետ ծննդաբերական շրջանում գտնվող կնոջը, որ պիտի բացատրի խնամքը երեխայի, իր խնամքը, ինչին ուշադրություն դարձնի, ընտանիքի հետ աշխատելը, որ ինչ պիտի անենք, որ պիտի ավելի ուշադիր լինենք կնոջը, որը նոր է ծննդաբերել, այլ ոչ միայն երեխային, որտեղ մենք մի հասարակություն ենք, որտեղ ավելի շատ ուշադրություն է դարձնում նոր ծնված երեխային, այլ ոչ թե ծննդկանին, այսինքն մենք ինչ որ շրջանում մոռանում ենք, որ մենք ունենք կին, որը ծննդաբերել է բավականին բարդ շրջանի միջով անցել ու իրան պիտի հոգեբանական ու ոչ միայն հոգեբանական շատ լուրջ աջակցություն։ Մենք այս ամեն ինչը մոռանում ենք։ Նու այստեղ մենակ բժշկին մեղադրել է այդքան էլ ճիշտ չի, որովհետև ժամանակային առումով խնդիր ունենք։ Մենք նաև կարող ենք թույլ տալ խոսել համակարգային տարբեր բազմաբնույթ խնդիրների կամ բացերի կամ մնացած բոլոր պատճառահետևանքային կապերի մասին, բայց այս պահին նաև ես ուզում եմ ձեզ հարց ուղղել ոչ միայն որպես բժիշկ, այլ նաև որպես կին, մայր, ով ունի բալիկներ եւ անցել է այդ process-ի միջով։ Դուք ինչպես եք կարողացել անցնել այդ գործընթացի միջով եւ արդյոք ունեցել եք հետծննդյան դեպրեսիայի ինչ որ դրսևորումներ, հասկացել եք արդյոք որ դա հենց այդ բանի մասին էր խոսքը գնում ու ինչպես եք փորձել անցնել այդ ճանապարհը։ Ես իրականում ասեմ այսպես ամբողջ անկեղծությամբ, առաջի բալիկի ժամանակ ես ունեցել եմ շատ լուրջ հետծննդաբերական դեպրեսիա։ Ընդ որում ես դրա մասին հասկացել եմ շատ ավելի ուշ, երբ որ այդ վիճակից դուրս է եկել, անցել էր ամեն ինչ, երբ որ երեխաս արդեն ավելի մեծ էր, ես նորից վերադարձել էի աշխատանքի, առօրյայում ես հասկանում եմ հետագայում, որ ես բավականին լուրջ հետծննդաբերական դեպրեսիայի մեջ եմ եղել։ Ու այդ ընթացքում իրականում ինձ որևէ մեկը չի ասել, որ դու խնդիր ունես հիմա, որ քեզ աջակցություն է պետք, նու կապ չունի, որ ես բժիշկ եմ ու այդ շրջանը ինքդ էլ չես կարողանում, ես նույնիսկ իմ բուժառուներին եմ ասում, որ այո, ես էլ եմ ունեցել ու ինձ ոչ մեկ այդ շրջանում չի ասել, որ գիտեք, դուք խնդիր ունեք, կապ չունի, որ դու բժիշկ ես, որովհետև բժիշկն էլ է մարդ ու ինքը կարա ամբողջությամբ այդ իրավիճակում լինի։ Ես ասեմ, ես լինելով մանկաբույժ արդեն, երբ որ ունեցել եմ առաջին բալիկիս, ես խնամքից սկսած շատ լուրջ խնդիրներ եմ ունեցել։ Կերակրումից սկսած լուրջ խնդիրներ եմ ունեցել։ Նու այսպես չթվա, որ դե խոսում են, իրանք մասնագետ են, իրանք համար ամեն ինչ հեշտ է, իրանք նման խնդիրներ չեն ունենում, բացարձակ այդպես չի։ Ես առաջի բալիկիս ժամանակ ունեցել եմ բավականին լուրջ խնդիրներ։ Ես 2 րոպեն մեկ կարողա զանգեի իմ մանկաբույժից, իմ ղեկավարից մանկաբուժական գծով, կարողա գիշերվա կեսին երեխայից գրկեի վազեի հիվանդանոց, ու սենց լիքը բաներ, ես կարող ասեի երեխայից քնածը չի արթնանում, կարողա ես եմ խփել, չեմ կենտրոնացել, լիքը բաներ, որոնք հետագայում ես հասկացա, որ այո, սա շատ լուրջ է ծննդաբերական դեպրեսիա էր, որի մասին ոչ մեկ ինձ չասեց, ես ինքս չեմ հասկացել ու ես այդ պահը չեմ վայելել իմ երեխայից մեծանալու, այդ փոքր այդ առաջին օրերից սկսված ես չեմ կարողացել վայելել, դա ինձ համար դառել էր բեռ, խնդիր, ինքնամեղադրական վիճակ, ես ոչ մեկից հասարակությունից աջակցություն չունեի, որ մենակության զգացողություն ես ապրում, երբ որ դու ինքդ մենակ ես, ու ասեմ, երբ որ դու բժիշկ ես, կապ չունի ինչ մասնագետ ես, ավելի մեծ պատասխանատվություն է, որովհետև հասարակությունը գտնում է, որ դու պետք է չսխալվես այդտեղ, սաղ պարտականությունները եւ ամեն ինչ պատասխանատվությամբ գցում է քո վրա, ու դու հասկանում ես, որ դու լրիվ մենակ ես այս իրավիճակում։ Ու չունես օգնող, չունես մարդ, որը քեզ ուղղորդում է, որ դու խնդիր ունես, դու պետք է դիմես մասնագետի, ու դա շատ ավելի ծանր վիճակ է, քան օրինակ այլ կանանց մոտ կարող է լինել։ Ես այդպես եմ հիմա կարծում։ Իսկ ո՞նց անցաք այդ փուլից։ Դուրս եկաք։ Աշխատանքին վերադառնալով։ Ես այդ փուլից դուրս եկա, երբ որ սկսեցի աշխատանքի գնալ, բավականին շուտ դուրս եկա աշխատանքի, երբ որ երեխաս ընդամենը 3 ամսական էր, ես արդեն սկսեցի աշխատանքի գնալ։ Ես երբ որ սկսեցի դուրս գալ տանից, միջավայրս փոխվեց, ես երբ որ հետ էի վերադառնում տուն, հասկանում եմ, որ ես սարսափելի իրավիճակներում եմ եղել, երբ որ ես այդ 3 ամիսը տանն եմ եղել ու ես չեմ հասկացել, որ իմ երեխաս դարձավ 3 ամսական, որովհետև ես ընդամենը դա հոգս էր դարել իմ համար, լարված իրավիճակ, դու չես հասկանում, ուտում ես, քնում ես, կերակրում ես, կշտանում է, երեխադ լավ է, երեխադ վատ է ու դու նաև այլ կոմպլեքս էլ ունես, որ
չդիմել ոչ մեկի, որովհետև կարող է ինչ որ մեկը ասի, բայց դու բժիշկ ես, ոնց դու չես հասկանում, դիմում ես այլ մարդու։ Այս խնդիրն էլ կա։ Ու սա էլ է հասարակության խնդիրը, երբ որ մենք կոմպլեքսավորվում ենք, որովհետև հասարակությունը կարող է ինչ որ բան ասի։ Ըստ էության, երբ որ մենք խոսում ենք հետծննդյան դեպրեսիայի եւ կնոջ հարաբերությունները բժշկական, այսպես լայն իմաստով տարբեր մասնագետների հետ, մենք հասկանում ենք մի բան, որ մենք ավելի շատ կենտրոնանում են մասնագետները եւ նաեւ միգուցե կինը ֆիզիկական, ֆիզիոլոգիական process-ների վրա, քան հոգեբանական։ Եվ չնայած որոշակի գործիքակազմ ներդրված է մեր բժշկական համակարգում հարցաշարերի միգուցե կամ մնացած այլ գործիքակազմի մեթոդների տեսքով, բայց ամեն դեպքում դրանց արդյունավետությունը, եթե մենք փորձենք գոնե առնվազն հետազոտությունների մակարդակով մի փոքր չափել, մենք հասկանում ենք, որ իրենք բավականին ձևական բնույթ են կրում, ինչը դարձնում է խոցելի այս հարցը։ Որպես բժիշկ, որ պահից ենք մենք կարողանում այսպես մեզ բռնել այն մտքի վրա, որ այնուամենայնիվ ինչքան էլ մենք կարողանանք ֆիզիոլոգիական process-ների վրա կենտրոնանալ, հոգեբանական, հոգեկան եւ հուզական process-ները բավականին ավելի լուրջ են եւ դրա վրա կենտրոնանալու շատ ավելի մեծ պոտենցիալ է պետք մեզ։ Հիմա արդեն, երբ որ մի քիչ շատ ես երկար ես աշխատում նման կանանց հետ, ամեն այցից հենց առաջին հանդիպումից եւ խոսքից արդեն հասկանում ես, որ այստեղ ավելի շատ հոգեբանական խնդիր կա, քան ֆիզիկական ինչ-որ խնդիրներ ունենք, ասեմ, որ ամեն օր գրեթե նման կանանց հետ եմ շփվում, առաջինը, որ ես չեմ կարողանում խնամել, երկրորդը ես երևի թե կաթ չունեմ, ամենահաճախ հանդիպողներն են սրանք, ու այդ հոգեբանական վիճակը բերում է, որ ինքը ուղակի իրան սկսում է մեղադրել, որ ինքը չի կարողանում։ Գալիս են բարից բուն իմաստով հիվանդանոց հասնում են, ասենց երեխային դնում են, ասում են իմ երեխաս խնդիր ունի։ Ու այդտեղ պարզ է դառնում, որ այդտեղ ոչ թե երեխան խնդիր ունի, այլ մաման ունի հոգեհուզական վիճակ, որը պիտի հաղթահարես ու դու ստեղ պիտի նաև ես ստեղ միշտ ասում եմ որ ներս կանչեք բոլոր այն անդամներին որոնք միասին ապրում են իհարկե մեր մոտ մի քիչ տղամարդիկ ունեն էլի այդ կոմպլեքսները հիմնականում մարզերում հիմա արդեն Երևանում մայրաքաղաքում այդ վիճակը հաղթահարել են ես կարծում եմ մարզերում տղամարդիկ էլի ունեն այդ կոմպլեքսը որ ամոթ է որ իրենց կնոջը աջակցեն ինչ որ բանով օգնեն համատարած չի, բայց դեռ ունենք այդ վիճակները, բայց դա շատ կարևոր է, որովհետև երբ որ հոգեբանական առումով կինը լարված է ամբողջությամբ, ինքը չի հասկանում երեխան խնդիր ունի, թե չունի։ Ու այդ իր հոգեբանական, հոգեհուզական վիճակը ամբողջությամբ անդրադառնում է երեխայի վրա։ Հաճախ երբ որ երեխային բերում են ճչալով, անդադար ճչում է, գրկում ես երեխային ձեռքից վերցնես, երեխան մի անգամից ձենը կտրում, ասում են ինչ արեցիք, որ երեխան հանգստացավ։ Ընդհանրապես այդ երեխան զգում է ինչ իրավիճակում է իրան գրկող մարդը։ Երբ որ դու հանգիստ ես, ես մամաներին եմ ասում, երբ որ դուք հանգիստ եք, ձեր երեխան հանգիստ է։ Երբ որ դուք անհանգիստ եք, ձեր երեխան անկախ ամեն ինչից անհանգիստ է լինելու։ Դա չի նշանակում, որ երեխան խնդիր ունի, ֆիզիկական ինչ որ խնդիրներ ունի։ Պետք չի ամեն ինչի մեջ խնդիր ման գալ։ Խնդիրը նա է, որ դուք ուղակի լարված եք ու ձեզ թվում է, որ դուք չեք հասկանում ձեր երեխայի լեզուն։ Ես հաճախ հարցնում ասում եմ դուք չեք հասկանում ձեր երեխային, ասում են, չէ, ես չեմ կարողանում երեխա խնամել։ Մամաների խոսքը դա ասվում է, որովհետև իրանք լսում են շրջապատից դա, դու չես կարողանում է։ Պիտի սկսի հենց այդտեղից։ Չկարողանալ չկա։ Ես հենց այդպես էլ ասում եմ, եթե ձեզ թվում է ես կարողացել եմ հենց սկզբից, սխալվում եք։ Ես ինքս էլ չեմ կարողացել։ Ամեն ինչ ժամանակի ընթացքում սովորում ենք։ Ամեն ինչ մարդը դրա համար է, որ սովորի։ Դուք կարող եք սովորել։ Եթե դուք ունեցել եք երեխա, հետեւաբար դուք կարող եք երեխային խնամել, մեծացնել։ Կարող եք իրենց շատ այլ ձևի տալիս է մի հատ sense ուժ, որ իրենք պիտի հաղթահարեն այդ վիճակը։ Դա պիտի սկսի ծննդատնից։ Որտեղ մինչև այդ երբ որ մենք խոսում ենք, sense մի քիչ ավելի եթերային է, մինչև ծննդաբերելը, բոլորը sense սպասում են հրաշքի, ուրախության, հեսա ծննդաբերելու եմ, երեխա ունենալու եւ այլն։ Հենց ծնվում է, սկսվում է այդ վիճակները, երբ որ մարդ, որը չի հասկանում, որ այս երեխան խիալացում, առաջինն է, ասեմ, որ մենակ առաջնածիների մասին չխոսենք, որովհետև
հիմա հաճախ հանդիպում ենք երկրորդ, երրորդ, հինգերորդ երեխայի հետ կապված, որ շատ ավելի ընդ որում ասեմ, երբ որ մի քիչ ինտերվալներ ենք ունենում երկար, այսինքն առաջինից երկրորդ, երրորդ, երկրորդից երրորդ այս ընթացքում, այդտեղ մամաները շատ ավելի լուրջ է ծննդաբերական դեպրեսիայի մեջ են լինում, քան ասենք առաջինի ժամանակ։ Իրանք էլ են ընդունում դա, երբ որ ասում եմ դուք գիտեք ծննդաբերական դեպրեսիայի մեջ եք այս պահին, ասում հա այն ժամանակ ես փոքր եմ եղել, չեմ հասկացել ինչա կատարվում։ Իսկ հիմա ես ինքս եմ հասկանում, որ ինչ որ խնդիր ունեմ ես։ Շատ բարի բժշկուի իրականում շատ ծավալուն թեմա է եւ սեղմել այն որոշակի ժամանակային ինտերվալի մեջ շատ բարդ է, բայց ձեր խոսքը ամփոփելով ուզում եմ այսպես որպես ամփոփում նաեւ հիշեցնեմ, որ ինչքան կարեւոր բան է երեխայի առաջին ճիչը, ինչքան նշանակալի է ազդեցիկ եւ ու շատ նաեւ կենսական եւ ինչքան կարեւոր է հասկանալ նաեւ երեխայի անverջ լացը, որը մոր հուզական վիճակի ճիչն է։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ բաց տեքստով հաղորդաշարի հատուկ թողարկումը Ցայք հեռուստաընկերության եթերում իրականացվում է Կանանի սոցիալ-հոգեբանական կենտրոն հասարակական կազմակերպության կողմից հոգեսոցիալական ծառայությունները ծննդատներում որպես արժանապատիվ մայրության երաշխիք ծրագրի շրջանակներում։ Կհանդիպենք։